Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Վերջին շրջանում Միացյալ Նահանգների կոնգրեսում ակտիվություն է նկատվում ուղղված Ադրբեջանի վրա քաղաքական եւ տնտեսական ճնշման հնարավորությունների ընդլայնմանը։ Ամերիկացի կոնգրեսականները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ, եթե Ալիևն ագրեսիա թույլ տա Հայաստանի դեմ։ Արդյոք սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ոչ միայն արձագանքել, այլև կանխարգելել ապագա ագրեսիաներն արդեն օրենսդրական մակարդակով նաեւ։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու համար կապ ենք հաստատել Միացյալ Նահանգներ եւ հեռավար զրուցելու ենք այնտեղ բնակվող քաղաքական վերլուծաբան Աբո Չափարյանի հետ։ Պարոն Չափարյան, բարև ձեզ եւ շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու պատրաստակամության համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ, պարոն Չափարյան, ինչ կարող եք ասել այս նախաձեռնության մասին, վերջին նախաձեռնության մասին, արդյոք սա նշանակում է, որ Միացյալ Նահանգներում կան մտահոգություններ, որ այնուամենայնիվ Ադրբեջանը կարող է հետ կանգնել Վաշինգտոնյան համաձայնագրերից։ Իհարկե շատերուս համար հստակ է եւ հայտնի է, որ Ադրբեջանի բռնադեր Ալիևը միջազգային քաղաքական շրջանակներու կողմէ ճնշման ենթարկվելով ատքանար ուրախ չէր օգոստոսի 8-ի նախապայմանագիրը ստորագրելու Հայաստանի հետ խաղաղության վերաբերյալ եւ ամեն կերպ պիտի փորձե Ալիևը, որպեսզի այդ համաձայնագիրը չեղարկվի եւ ամեն կերպ պիտի նաեւ փորձե Ռուսաստանի հետ, Պուտինյան Ռուսաստանի հետ զարդուղի ճանապարհներով իրադարձությունը ասենք ուժեղ բայել եւ հիմնական մտահոգությունը Վաշինգտոն DC-ի մեջ եւ ընդհանրապես հավաքական արևմուտքի մեջ այն է, որ քանի որ Ռուսաստանը սանկցիայի տակ է եւ այդ սանկցիայի վերաբերյալ հավաքական արևմուտքի ղեկավարությունը մտադիր է սանկցիաները բազմապատկել եւ բազմագոմանի դարձնել եւ նաեւ արևմուտքի մեջ բավականին լուրջ մտահոգություն կա, որ Ադրբեջանը անուագի կերպով Ռուսաստանին գոկնած սանկցիաներեն խուսափելու համար եւ այդ խուսափելու գործողությունը բազմաթիվ մարդկանց եւ հատկապես կոնգրեսականներուն մոտ զայրույթ առաջացած է եւ այդ զայրույթը հետս հետե ավելի գուժեղանա հատկապես երբ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը գփաստե որ հայկական պետականությունը հետս հետե ինքնուրույն գտարնա եւ իր գաբերը կզարգացնե բազմազան դարձնելով արտաքին զինակցությունները բազմազան դարձնելով եւ հատկապես արևմուտքի հետ։ Ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգներու ռազմաքաղաքական շրջանակները գիտակից են, որ հայկական խաչմերուկը շատ մեծ արժեք կներկայացնե եւ ամեն կերպ հատկապես Միացյալ Նահանգներու ղեկավարությունը, ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստ է այդ ռազմավարական գաբերը զարգացնելու Հայաստանի հետ եւ կմնա որ Հայաստանի ղեկավարությունը հստակ քայլերով առաջ երթա եւ չսպասե սպիտակ ցիավորի ժամանման եւ կորզնական քայլերով իր բարդականությունները լի իրականացնեն։ Պարոն Չափարյան, այսինքն ըստ ձեզ Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունները պաշտպանում են կոնգրեսականների այս նախաձեռնությունը։ Գիտեք, ամերիկյան պետությունը ինստիտուցիոնալ պետություն է, եթե նույնիսկ այո, գրնապատահել ծեր հարցումին կարճ պատասխան այո, կարող է մերթ ընդիմանալ, մերթ համացայնել, ինչպես որ անգլերեն գսեն յոյո գխաղան, ասենք դա արդեն ընդունված թիվանակիդական կորձելացև է, հատկապես հավաքական արևմուտքի մոտ, բայց պետք է մենք ավելի ռեալ քայլերուն հետևենք եւ թիվանակիդական լեզվամտածողության ատկանալ ասենք ուշադրություն չդարձնենք գետրոնանան կետնի վրա կատարված իրողության վրա։
Իսկ ինչպես է գնահատում Սփյուռքի, հատկապես Միացյալ Նահանգներում ապրող հայերի դերը Հայաստանի արտաքին քաղաքականության աջակցության տեսանկյունից։ Պետք է ասել, որ ի հագաբատկեր գարկմը ասենք շրջանակների բնդումներին, որ իբրև թե Ամերիկայի Սփյուռքը ակնալ զորագիտ չէ հայկական pedagogican, դա բոլորովին անհիմն է, ճշմարտության հետ չի անվտանգել, ընդհակառակը ամերիկահայ լայն շրջանակներ եւ աստեցիկ անձնավորություններ եւ նաեւ ոչ հայ ամերիկացիներ համախմբված են եւ ամեն կերպ աշխատանք կդանին, որ հայկական pedagogican եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու միջև ռազմավարական, տնտեսական, քաղաքական եւ ռազմական թաշինքը առավել ուժեղանա։ Դուք ձեր խոսքում ասացիք, որ Ալիևը կարող է օգնել Պուտինին, որպեսզի շրջանցեն այդ սանկցիաները արևմուտքի կողմից կիրառվող, բայց կան նաև գնահատականներ, որ լարված են նաև Ալիևի եւ Պուտինի հարաբերությունները, այսինքն Ադրբեջան, Ռուսաստան, թեև վերջին շրջանում այդ հանդիպումը կայացավ, եղան գնահատականներ, որ այդ լարվածությունը այսպես թոթափվել է, բայց ամբողջությամբ չի վերացել։ Մենք չպետք է խաբենք սցենարները կամ երևույթները, մենք պետք է ռեալ պոլիտիկի հետևելով ռեալ պոլիտիկի դպրոցի մշտական ուսանողներ, մենք պետք է ինչպես որ քիչ առաջ կսեի կետնի վրա իրականության ուշադրություն դարձնենք եւ չպետք է մենք մեզի դար համոզենք կամ ապագոմնորոշենք, խորելով որ Ադրբեջանը հլու հնազանդ մասնագից է խաղաղության գործընթացին։ Չմոռանանք, որ Շոյգուն 44 օրյայի պատերազմեն ամիջավեսի ետքը այդ ժամանակվա պաշտպանության նախարարը ռուսական դաշնության անցամբ շնորհավորեց Ադրբեջանին եւ չմոռանանք, որ Շոյգուի նման մտածողները ռուսական դաշնության դարածքին բավականին լուրջ թվականակ կկազմեն եւ որպես այդպեսին մենք պետք է արտնամիտ կերպով մոտենանք եւ պետք է ամեն կերպ զորացնենք հայկական pedagogican ինքնիշխանության եւ անկախության եւ պաշտպանության, որովհետեւ բամությունը մեզի սովորեցրած է, որ համացանակիրները կգնքվին, սակայն ամբինման կարող են մեր երևնալ, մեր անհետանալ։ Ամենակարևորը ռեալ կետնի վրա ինչ կգադարենք մենք որպես հայ ազգ, հայկական pedagogican ինքնիշխանությունը, անկախությունը եւ պաշտպանությունը ուժեղացնելու համար։ Իսկ ինչպես է գնահատում Ռուսաստանի առաջարկը որպես հարթակ ծառայել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար, որքանով է դա իրատեսական ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, երբ այդ նախաստորագրումը տեղի է ունեցել Վաշինգտոնում։ Իհարկե ռուսական դաշնությունը միշտ պետք է հստակ նշեմ, որ այսօր այսպես կոչված ռուսական դաշնությունը գիտե որ միջազգային մեգուսացման ճանապարհին է եւ արդեն մեգուսացված է եւ Ուկրաինայու թեմ ներխուժումեն աստին ռուսական դաշնության թիրքերը միջազգային հարթակի վրա բավականին թուլացած են եւ ռուսական դաշնությունը Պուտինյան Ռուսաստանը ամեն կերպ կաշխատի այդ մեգուսացման ասեցությունը մեղմացնելու, սակայն արդեն կորձընթացը իր ճանապարհը կդած է եւ այնպես մգտվի որ Իրանը նույնպես թեգուզ մերտնմես Ռուսաստանի հետ համախոհ կտվիելալ, բայց եւ այնպես Իրանն ունի իր ռեալ պոլիտիկը իր ասենք pedagogican շահերը եւ Իրանի pedagogican շահերը կպահանջեն որ ռուսա թրքա ադրբեջանական այդ հորչորչումը որ իրենք առաջ կքշեն այսպես կոչված զանգեզուրյան ուրեմն Միչանսկի միտքը դա բոլորովին հագարակ է Իրանի շահերուն նույնպես եւ հետաքրքրական այն է որ Ամերիկայի հետ Իրանը այս բարակային համախոհ է եւ ռուսական դաշնությունը
Պուտինյան Ռուսաստանը քաչ իմանում է, որ միջազգային մեգուսացման ձիրեն ներս նաև հարավային Կովկասի մեջ ռուսական դաշնան ներկայության թուլացումը արդեն թուլացման գործընթացը արդեն սկսած է։ Ինչ ազդեցություն կունենա ռուսական այս պաշտոնական արդեն առաջարկությունը Հայաստանին եւ Ադրբեջանին դառնալ հարթակ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար, դա կարող է որևէ ազդեցություն ունենալ Միացյալ Նահանգների ջանքերի վրա։ Ոչ, որովհետև ըստ երևույթին ճիշտ է, որ Ադրբեջանը մի կերպ կփորձի Ռուսաստանից հրաշայել, բայց միևնույն ժամանակ Ալիևը, Նահանգ Ալիևը քաչ գիտակից է, որ եթե ինքը որպես խանգարող կողմ հանդես գա, Ադրբեջանն իր հերթին միջազգային մեգուսացման վտանգի առաջ կգանքնի եւ դա բոլորովին ասենք անընդունելի է Ադրբեջանի ղեկավարության համար, հետեւաբար Ադրբեջանն իր հերթին պիտի աշխատի, որ նույն ճակատագրին չընթարկվի, ինչ որ այսօր ռուսական դաշնությունը արդեն թիրախավորված է այդ ճակատագրի ենթարկումով։ Հայաստանի քաղաքական շրջանակներում կա այսպիսի տեսակետ, որ Միացյալ Նահանգներն ամեն կերպ փորձում է, որ խաղաղության վերջնական պայմանագիրը ստորագրվի մինչև Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները, բայց Պուտինը ամեն կերպ հակառակն է փորձում անել, փորձում համոզել Ալիևին, որ դեռևս սպասի եւ մինչև ընտրություններ չգնան վերջնական ստորագրման։ Հիմա ըստ ձեզ որ կողմին ավելի շատ կհաջողվի՝ Միացյալ Նահանգներին, թե ռուսական կողմին։ Ես այդպես պիտի չգիտեի, ամենը կենսականը այն է, որ հայկական պետականությունը իր ինքնիշխանության հզորացման գործընթացը ակտիվ կերպով հետապնդե եւ ամեն կերպ այսօր այսպես կոչված այս գերծ ընդդիմությունը քալիք ընտրություններուն ընդհանրապես չեզոքացվի, որովհետեւ 5-րդ շարասյունը գենսական է, որ ներքաղաքական դաշտեն իսպար բացակայի, որովհետեւ հայկական պետականությունը առաջընթաց գործնական 40 քայլերով թեպի առավել գայուն եւ առավել փառքաված պետության հերանգարով առաջ երթա։ Հերանգարը այստեղ կբահանջի, որ ներքաղաքական դաշտը եւ լրատվական դաշտը մաքրվի, ընդհանրապես մաքրվի։ Այստեղ նաև այսպիսի տեսակետներ են հնչում, որ Միացյալ Նահանգներին ավելի շատ պետք էր ոչ թե Հայաստանը որպես գործընկեր, այլև օրինակ Ադրբեջանը, Ադրբեջանից այն կողմ Իսրայելը եւ շատ դեպքերում այստեղ մատնանշում են այն, որ Թրամփը հաճախ է խառնում օրինակ Հայաստանի անունը, չի հիշում երկու երկրների ղեկավարներին եւ այլն եւ այլն։ Ինչ կասեք այս ամենի մասին։ Թրամփը թող խառնի, վնաս չունի, Թրամփը թող Ալբանիա գոչի, վնաս չունի։ Թրամփը չէ ամենագենսական այս բարակային։ Ամենագենսական, ինչպես որ քիչ առաջ գնացին, ամերիկան ինստիտուցիոնալ պետություն է։ Թրամփը կարող է որպես մարդ դժվար է թե յուրաքանչյուր երկրի անունը ճշգրիտ երբով հիշել, հատկապես այս ժամանակներուն, երբ նոր է որ Հայաստանը Ամերիկայի ռազմաքաղաքական շրջանակներու ռադարի վրա գերեվա եւ ադալ անշուշտ շնորհիվ բազմաթիվ ամերիկահայ քաղաքականապես հասուն եւ բազմաթիվ ոչ հայ ամերիկացիների շանքերով Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու միջև ռազմագիտական գաբերու զարգացումը պետք է շարունակվի, վնաս չունի Թրամփը թող մեկ-երկու անգամ եւս կրնա շփոթել, բայց ամենաեականը կորզընթացի հարադեպությունն է։ Այսինքն քաղաքական փոփոխություններն անգամ Միացյալ Նահանգներում այս գործընթացը չեն կարող ըստ ձեզ կասեցնել։ Դեսեք, այս տարվա սկիզբ 2025-ի հունվարին, երբ Թրամփը թերևս չէր ժամանած Սպիտակ տուն, արդեն նախագահ Բայդենի վարչակազմը սկսած էր գործընթացը Հայաստանի հետ ռազմագիտական համաձայնագիր պայմանագիր
կնքելով ուրեմն շատերը ասենք 5-րդ շարասյան պատկանող քաղաքական վերլուծաբաններ, շագերտյալ վերլուծաբաններ սկսան անդեղի գանխադեսումներ անել, որ Թրամփը պիտի կա եւ այն կորձընթացը, որ Բայդենի վարչակազմի օրով սկսած է Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու միջեւ պիտի գասեցվի եւ բանից դուրս եկավ, որ իրենք սխալված էին եւ նախագահ Թրամփ ճշգրիտ եւ իմաստուն կերպով հետևեցավ ամերիկյան ռազմաքաղաքական շրջանակներու խորհրդին եւ այդ նույն ռազմաքաղաքական շրջանակները այսօր առավել քան երբեք եւ հատկապես եթե բախտadենք 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակվա մթնոլորտին հիմա գվա մթնոլորտը շատ ավելի հուսադրիչ է, շատ ավելի կորձնական կերպով առաջընթաց կաբրի, քան երբևէ այսպես ասենք ռազմագիտական կապեր չէին գոյություն ունեցած նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներու եւ Հայաստանի Հանրապետության միջեւ այնպես որ այսօր Թրամփն է, երեք Բայդենն էր, վաղը գնալ Անդերսոնը լա, գապ չունի թե ով օրվան նախագահն է։ Այո, Ամերիկայի սահմանությունը բազմաթիվ լիազորություններով գոժդե օրվան նախագահին, սակայն չմոռանանք, որ Ամերիկան ինստիտուցիոնալ պետություն է եւ առաջին անգամ ըլլալով վերջին 35 տարվա մեջ եւ ընդհանրապես վերջին 100-ամյակի ընթացքին Ամերիկայությունը առաջին անգամ ըլլալով կորձնական ասենք partnerության, կորձընկերության մեջ մտած է ամերիկյան ռազմաքաղաքական շրջանակներու հետ եւ սա աննախընթաց է բոլոր հարկանքներովս մեկտեղ հայկական ամերիկայի մյուս կազմակերպություններուն պետք է ասել որ սա առանցին շարժումն է եւ այս շարժումը պիտի բոլոր նախատրյալները ունի եւ նախանշաններ արդեն ցույց կտա որ սա երկարաժ ժամկետի վրա առաքելություն է աշխատանք է որ սկսած է Ամերիկայի եւ հայասեր ամերիկացիներու շրջանակներս եւ այս շրջանակներու արգայությունը իր բարերար ասացությունը ունենա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու ռազմաքաղաքական շրջանակներու վրա նույնպես եւ ուրախ եմ ասելու հայկական pedagogian կմնա որ հայկական pedagogiությունը խրոխտ քայլերով ինքնիշխանությունը ուժեղացնելու ճանապարհին 5-րդ շարասյունը ընդհանրապես անշարժության անկորձության մատնե եւ ներքաղաքական եւ լրատվական թաշտը ընդհանրապես ազատե վնասակար դարերու արգայություն է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում Ամերիկա բնակ քաղաքական վերլուծաբան Աբո Չապարյաններ։